ձեռքով բռնեց դպսեց սոսի փոսը լոսի սոսան գավիրը սարքած փոսը դա է վերջի երբ մարդ այդ քսանա խոսե ինը լոսի ամենամեջ հատախոսը իր ձեռքով բռնեց դպսեց սոսի Քեզ ասում եմ ուրա այդ լիրփը։ Ուր տարար։ Ով փիսիկս։ Ում մասին ես խոսում։ Քեզ ասում եմ ուրա այդ լիրփը։ Կյանքս դու մասին ես խոսում։ Ստե մարդ չկա, մենակ ես եմ ցավը տանեմ։ Ում մասին։ Այն մասին, որ ես այս սենյակի մեջ կանոր ձեն լսեցի, այդ դրա մասին եմ խոսում։ Ուր տարար սոս տղա։ Ինչ կին ցավը տանեմ։ Ստե ինչ կա։ Դու ստե մարդ ես տենում։ Ես քեզ ասում եմ ուրա այդ լիրփը։ Փիսոս խանդում է ինձի։ Սիրում ես ինձի կյանքս։ Լսի սոս տղա։ Արդեն համը հանում ես։ Ես շատ լավ գիտեմ, որ այստեղ կին ա եղել ուրա այդ լիրփը։ Այդ ցավը տանեմ, արի ցույց տամ։ Տեսա։ Հա։ Սերիալ էի նայում։ Հա ճիշտ է, TV-ն անջատած դու սերիալ էիր նայում, հա։ Որ մտարանես գոլացից վախից անջատեցի։ Լսի դու ես ձեռ ես անում, հա։ Երևի այդ սերիալի դերասաններ քո ձենով էր խոսում։ Լսի սոս տղա, ես ասել եմ, չէ, որ ինձ դավաճանես, ոտերդ պոկելու եմ, ջարդելու եմ։ Ասել եմ, թե չեմ ասել։ Փիսո ջան, դու ինձ այնքան ես սիրում, որ քո ականջին իմ ձայնն է լսվում։ Գանձս, հələ նայ ինձ, քեզ ինչքան եմ սիրում։ Ես ոնց կարամ քեզ դավաճանեմ։ Լսի գեղցավորություն մի արա, սոս տղա։ Այ։ Բայց որ բռնել եմ, Մի արա, խնդրում եմ ցավը։ Դու գիտես, լսի սոս տղա, ես հայ հենց հիմա կպարզեմ, թե դու ինձ դավաճանում ես, թե չէ։ Լսպասի, ուրա, լսպասի։ Մեռան ես հորս սարև։ Ներողություն։ Այստեղ ինչ-որ մեկն ապրում, հա։ Բարեցես։ Ես Հա, դու ո՞վ ես։ ես երևի գնամ, հա, կներեք։ Մի րոպե։ Դու ոչ մի տեղ էլ չես գնա։ Մինչև չասես թե դու ով ես։ Ես պատահաբար եմ այստեղ հայտնվել։ Ես գնամ։ Չնշանակում պատահաբար։ Երկնքից ընկար այստեղ։ Չէ, այնտեղից եմ ներս մտել։ Բակում ես մտել։ Հա, այնտեղով եմ ներս մտել։ Գողես դու։ Չէ, ուղղակի ես ձեր հարևանի տանը հյուր էի ու այնպես ստացվեց, որ Սիրտդ քաշեց իմ տուն։ Գողես, հա։ Ինչ ես տալու։ Չէ, չկպնեք ինձ, ես ոչինչ չեմ վերցրել, ես գող չեմ, գող չեմ։ Ինչ ես մտել իմ տարածք։ Ես գնամ հա կներեք։ Մինչև չասես թե ով ես, ոչ մի տեղ չես գնա։ Ոյ Աստված ջան, շունը թլեմ։ Ինչ ես քթի տակ փնփնթում։ Ոչ մի բան այդ ցավը տանեմ։ Գնայքում։ Ոյ մերսի կոպլա ջան, մերսի ցավը տանեմ։ Ես սպասի։ Ման արի, արի կոչներից մեջ նայի, դուխովկեն նայի, սառնարանը նայի։ Լսի, կգտնեմ ու քեզ եմ դնելու մարազիլկեն, որպես դավաճան կենթանու նմուշ։ Լսեցին ինձի։ Այ որ գտնես, ինչ ուզում ես արա, ցավը տանեմ։ Համար մի հատ բան ասեմ։ Ես դու խես եք, է։ Դու պետք է իմալես համարոտի մեզ, ցավը տանեմ։ Բորդինգից ուշացել էինք։ Չթողեցին ինքնաթիռ նստեմ։ Ախար քեզի միջև համոզում ենք, Արմինե ջան, արագացրա տնից հանում ենք, ուշանաս բա ինչ կանես։ Հետո իմ վրա ես մուրադ գալի։ Բա լավ, ուշացել հասկացանք, բազանգեր գայ քեզի բերեի։ Լսի, ձեր ես անում։
Հələ մի հատ հեռախոսդ նայի։ Միլիոն անգամ ես քեզ զանգել եմ։ Սոս տղա։ Ինձ թվում է դու ականջներիդ հետ խնդիր ունես։ Երևի ես քեզ վաղը բժշկի տանեմ։ Էդ ինչի։ Որովհետև իմ զանգերը չես լսում։ Ու եթե հանկարծ բժիշկը ասես որ դու ականջներիդ հետ խնդիր չունես, սոս տղա։ Գիտես ինչ եմ անելու։ Ես քո այդ ականջները կտրելու եմ, մեկը քեզ պետք չի։ Ես ո՞նց ես խոսում։ Չեմ տեսել, որովհետև քնած եմ եղել։ Հա այնքան խորը քնած ես, որ խորը քնել ես, TV նայելու, դերասանուհուն էլ բերել ես, միասին իրար հետ սուրճ եք խմել, հա։ Չի բռնում սոս տղա։ Հիմա ասա, ականջներդ եմ կտրում, թե ոտերը։ Փիսիկս, ես խանդում ես։ Գլուխ մնա։ Ճանքս, բայց որ քեզ չեմ ալեպոր շատ սիրում ես, սիմպատիչն ես, ո՞վ է քեզ հենց գզի արել։ Ես միշտ սիրում եմ։ Անձրև եկավ, մազես քանդվեց։ Ես կասեի մենակ մազերը չէ կյանքս, ուղեղել եք հանդվել։ Վերջացրու։ Փիսիկս, տոմսարն էլ թռնես։ Չէ, Էդի։ որովհետև մաման արդեն լավ է, գնալու տեղ չկա արդեն։ Ես էստեղ եմ մնում։ Դե լավ է, փառք Աստծո որ լավ է։ Էն ինչ բաժակա։ Վախեցա մայր սավատարım, կոֆե է։ Բա են ինչա։ Էն էլ է կոֆե։ Կոֆեն էլ ես վրես հաշվում է։ Ուզում ես ասես, որ բազմոցին քնել ես, TV ես նայել, էն էր սերիալ։ Սերիալի դերասանուհուն է կանչել ես իրար հետ սուրճ եք խմել, հյուրասիրել ես դերասանուհուն։ Ու այդ ժամանակ էլ խորը քնած ես եղել, զանգերից չես պատասխանել։ Որովհետև չգիտեմ ինչերով եք զբաղվել։ Խորասալը, ես ինչ անամ, որ բրսնամ ես բա։ Պարզա, մնում է այդ լրփին գտնել։ Ես կգտնեմ դրան, սոս տղա։ Քթի այդ սավատանամ, քթի, ինչ դարդ ես դու։ Արդեն ասեցի, որ պատահաբար աստացել։ Ասում եմ ոչ մի տեղ չես։ Այս սրա համար էր ինձ ասում մի կես ժամուշ կա։ Արինա, լսի, խնդրում եմ, լսի, ես չգիտեմ ինքը ով է։ Ես չգիտեմ դու ով ես։ Չէ, իրոք սա թյուրիմացություն է, մենք իրար չենք ճանաչում։ Իսուս։ Գիտես ինչ, գնա գրողի ծոցը։ Ինչ չզանգես, չգաս իմ հետևից։ Խոս։ Խնդրում եմ, լսի, ես չգիտեմ, անկեղծ, մի րոպե։ Խնդրում եմ, սպասի։ Մի, խնդրում եմ։ Մի հատ լսի։ Ինչ լսեմ, երբ ես ամեն ինչ տեսա իմ աչքերով։ Ինչը լսեմ, ինչի պետք է լսեմ սուտը։ Երբ տեսել եմ իրականությունը։ Ես քեզ չեմ ուզում տեսնել։ Չեմ ուզում։ Մի հատ լսի, հետո ինչ ուզում ես արա։ Ես այդ աղջկան 15 րոպեա ճանաչում եմ, երդվում եմ 15 րոպե։ Մտնում եմ հյուրասենյակ տեսնեմ կանգնած է։ Ապշում եմ, չգիտեմ որտեղից է եկել, ես էլ եմ ուզում պարզեմ։ Աղջիկ ջան, որտեղից ես ընկել։ Վերևից, ներքևից, Դե կողմից։ ես գնա քեզ չխանգարեմ որ դու լավ պարզես։ Ուղղակի դու մի բան մոռանում ես։ Ձեր տեսքը ինքը խալաթով, իսկ դու տկլոր։ Իսկ լրիվ դու ապուշի տեղ ես դրել, հա։ Ինձ ասում ես կես ժամից արի, ես 15 րոպե շուտ եմ եկել։ Ախր ոչ ես կարողանում հասկանաս։ Մի րոպե սպասի, խնդրում եմ։ Խայտարակ ենք լինում, մի արա, խնդրում եմ։ Ցավը տա, խնդրում եմ։ Լսի։ Խնդրում եմ թող էլի, թող բացատրեմ մի հատ, թող։ Բազդորեն ես ասեմ քեզ ճշմարտությունը։ Ես էլ ասում եմ կարգին մարդ է, դրանից բան սովորի։ Ումից այդ վատում այս ժամաց հետ փչացած։ Լավ էլի Արմինե, որս ալը։ Աստված։ Հիմա, բայց դու ասա որ թույն բալայա։ Արա հորս ալը նայ, ինչ ես հանվել է փողոցը կայնե։ Մարդ չկնա կնգա հետ, մատ հելի բալկոն, ամոթն է լապա, չէ։ Այդպես լավ տեղը դրեց քեզ։ Բարձրակարգ սպասարկմամբ աչքի ընկնող մեր գեղեցկության սրահում յուրաքանչյուր այցելուի կցուցաբերվի անհատական մոտեցում։ Միշտ գեղեցիկ եւ հմայիչ լինելու մեկ հասցե։ Adore me, այցելեք այսօր։ Այցելեք եւ գտեք ձեր երազանքների կահույքը ամենամատչելի գներով։ Ալա մոդա։ Ձեր ոսկու, արծաթի եւ պլատինումի դիմաց ձեզ կվճարեն շուկայի ամենաբարձր գները եւ ամենակարևորը, այստեղ վճարում են կանխիկ Gold Express Pay։ Համեղ, որակով եւ մատչելի։
փախնում։ Elə շամպես հետևից էր վազում։ Բայց դու տեսար սակոյ դեմքը ուլի դեմքով։ Այդ էցա, որ մենք գնում ենք, դուք էլ շամպես վազում եք։ Բասոս տղա։ Կյանքս դու որ գնաս, ես գոտևից հաստատ չեմ վազի, որովհետև իմ ոտը հետ որ աթեն ջարդած չելի։ Անամոտ։ Հերախոսը դա։ Իմը չի կյանքս նայի, քոննա։ Հետո վազագու կար իմանամ։ Սուսեսն իմնա։ Իմն չի զանգում։ Բա էս ինչ լրպի հերախոսը։ Իմանամ, դու վազանգում։ Ես փոլիս եմ կանչում, դու փոլիսին կբացատրես, թե ոնց ես հայտնվել այստեղ։ Եղավ աղջիկ ջան։ Խնդրում եմ, Վերջ։ խնդրում եմ ձեզ, խնդրում եմ, ես Երևանից նոր եմ եկել, ինձ պիտի դիմավորեին, բայց չգիտեմ։ Չգիտես ոնց ես հայտնվել իմ տանը։ Լսի, ես այդ աղջկան մի տարի է բացատրում եմ, որ ես ուրիշ տղամարդկաց նման չեմ, իսկ դու իմ ահռելի կատարած աշխատանքը մի վարկանում ջուրը գցեցիր։ Չգիտեմ ինչ ասեմ, ներողություն եմ խնդրում։ Ներողություն, չեմ ուզում քո ներողություն։ Որ թույլ տաք, ես ամեն ինչ կբացատրեմ։ Police station-ում կբացատրես աղջիկ ջան։ Խնդրում եմ ձեզ, լսեք ինձ, ես օդանավակայանում էի կանգնած։ Ինձ չդիմավորեցին ու ձեր հարևանը բերեց ինձ իր տուն։ Ավելի շուտ ես ներս մտա մի քանի րոպե, որպեսզի հեռախոսս չարժի դնեմ։ Անջատվել էր ու այդ պահին իր կինը ներս մտավ, ասեց, որ պատշգամբում սպասեմ։ Որպեսզի իմ պատճառով խնդիրներ չառաջանան, ես եկա ձեր պատշգամբ։ Այսքան բան։ Ու իմ համար խնդիրներ ստեղծեցիր, հա։ Ներողություն եմ խնդրում, չգիտեմ ինչ ասեմ, կուզեք ես խոսեմ այդ կնոջ հետ։ Ինքը հաստատ համոզված եմ, որ կհասկանա։ Իսկ ներեցեք, ձեր արտաքին տեսքի մասին ինչ պիտի ասեք։ Աղջիկ ջան, դու հեռախոսը չարժի ես դնում խալաթով։ Վիկան, ով է։ Վիկան, ով է։ Էս Վիկայի հերախոսն է։ Եթե հերախոսը կա, բա տերն ուր է։ Էս հերախոսի տերը ուր է։ Ինչ իմանամ ինձ ես հարցնում։ Տերը ուր է։ Ես ու դու ենք ապրում էս տանը։ Եթե քոնը չի, իմը չի։ Ումնա էս հերախոսը, սոս տղա։ Երդվում եմ, չգիտեմ, հորս արը։ Մի անգամ էլ եմ ասում։ Ուր է սրա տերը, սոս։ Վիկան, ով է։ Ինչ իմանամ, հորս արը Վիկան ով է։ Սոս տղա, քեզ եմ հարցնում։ Վիկան, ով է։ Ասում եմ, չեմ իմանամ, հորս արը, դու մասին է խոսքը։ Սոս տղա, չփախնես։ Սոս տղա, ուշ։ Ինքն է ինձ բերել։ Սոս տղա։ Ապրես դրանում ցավը տան թողատան։ Քեզ եմ սպանելու այդ լրվիդը։ Մի րոպե սպասի։ Այ, էս իմ հեռախոսն է։ Այդ էլ իմ խալաթն է։ Զանգեցի Վիկային։ Չդիմացար։ Զանգեցիր, հա։ Քիթս կտրեմ, թե դու այդ աղջկա տոմսերը չես առել ու ասել Արիստը։ Հա, ես եմ առել, ես եմ կանչել, բայց չեմ մտածել, որ լուրջ ելնելու է գա հասնի ստեղ։ Արա, բայց դու իսկականից տական քեզ, հա։ Ասես զանգեցի Վիկային, մեր կյանքից հոգնած մորքուր վերցրեց։ Եվ ասես թաղեմ քեզ էլ, Վիկայիդ էլ վրից։ Ու անջատեց վրես հեռախոսը։ Ու հիմա զանգում եմ անհասանելիա չի վերցնում։ այդ ամորքուրը թաղել է, մնացիր դու։ Զգուշ կնես, հիմա շատ եմ վտանգավոր մորքուրները։ Լուրջ բան եմ խոսում, ինչ կարա եղած լինի։ Դու իրան բլակ ես արել, չէ։ Հա։ Հիմա էլ ինքն է քեզ բլակ արել։ Կակոյ պրիվետ, տակոյ ատվետ, ախպեր ջան։ Ապե հասկանում։ Բայց Ամերիկայում է փող չունի, ծանոթ չունի, մի բան եղած չլինի հետը։ Ախպերս դրազում թողելի ցավը տանը մեռնեմ այդ տանական աշկերտ խնդրում եմ մեռեք տղուկ։ Լսի, դու ես աղջկան բերել։ Ախպերս։ Ես ես ախպերը առաջ անգամ տենում, ցավը տանեմ։ Դու կա շարես, հա ցավը տանեմ։ Քշե վայրած այսի։ Դու ես ինձ օդանավակայանից այստեղ բերել։ Ցավը տանեմ, ես իրեն չեմ ճանաչում բավշե։ Ես այրեպորտ վերջ անգամ չգիտեմ, իմ գալուս օրն եմ եղել։ Եկել այսօր փիսիկից տրա ճանապարհի, բայց ունդե հաստատ չկայր։
Ես քեզ որ տնայի հաստատ չէի նկատի։ Իսիկս դες բան չկա ցավը տանան։ Ես սուտ ասում։ Ես գիշեր այրած անատուր, ես դու չգիտեմ դու ո՞նց դու կարան գարստա այդ ցավը տանան։ Меня спаси. Անունդ ի՞նչ է։ Վիկա։ Ուրեմն Վիկան դու ես։ 5 րոպե առաջ քեզ զանգում էին։ Զանգում էին։ Բա ինչ ասեցին։ Ասեցի, որ իրան էլ կթաղեմ, քեզ էլ։ Իրան թաղեցի, մնացիր դու։ Խալաթս որևից ես կտել հակել։ Գող։ Հանի խալաթս։ Ամոթա։ Ամոթա։ Ես պետք է ամաչեմ։ Դու ամաչի։ Հələ բաց քեզ նայի։ Քո տեսքին նայի։ Ստեղ որ մեկը կա պիտի ամաչի, դու ես, հասկացար։ Անամոթ։ Ես արփին ասա դու իմ խալաթաղանի։ Որ չեք սարքել, երեքով լկստվում եք տանս մեջ, անամոթներ։ Խալաթս հանի դուր։ Սոս տղա, ես թաղելու եմ քեզ։ Արինար սպետք։ Հատ սփատ կաֆե, համի եւ որակի համատեղում 1 հասցեում, հասցեն 509 East Broadway Glendale, զանգահարեք 818 548 8262։ Կվերականգնենք ցանկացած մոդելի մեքենա, տեխնիկական անսարքությունից մինչև բրեյքների փոխարինում նորով Clarkson Pro անվտանգ երթևեկությունը թող լինի ձեր ուղեկիցը։ Միամոր ծաղկի սրահ, բարձրակարգ սպասարկում եւ ամենահարմար գները շուկայում։ Պատրաստում ենք սիրով բնական թարմ մթերքներից։ Nellie's Bakery Kitchen and Catering։ Հեռախոս 818 453 81 14։ Այս ուրիշ բան։ Խաշլամեն բերեք։ Ինչ ես նստել, զանգի հորդ։ Հոլդ Գյումրի։ Կարող է կնիկս Գյումրի եղել է։ Կարող է։ Գործում է զեղչերի ճկուն համակարգ, կարող եք պատվիրել նաև on-line եւ վերցնել ձեր պատվերը խանութից։ Առաջարկում ենք նաև մեծածախ գնումների համակարգ, պատրաստ ենք համագործակցել այլ ընկերությունների հետ։ Մեզ մոտից կարող եք գնել խաղեր ամենատարբեր տարիքային խմբերի համար։ Stack California։ Դրության մեջ որոշում կայացնելն է խնդրեմ, իսկ կրեդիտը ընդհանրապես խնդրեմ չի։ Բայց ես տուրիստ եմ, ինձ ով ավտո կծախի։ Կարող է Ամերիկայում դուք տուրիստ եք, բայց Car Star Motors-ում դուք citizen։ Car Star Motors։ Արա ամեն ինչ լավ էր։ Կանաքի պես եթում էր։ Ոնց է կավ այդ դևը հարամ արեց։ Ամենը հասնում է ֆինալին է։ Վայ Արմինե, Արմինե։ Վայ, հորը սարը։ Որը ճիշտ կյանք ես դու։ Որը սրանք կամ չեն կպտում, կամ են ես վաղտ են կպտում։ Մարդ ոչ սիրտ ունի, ոչ հավես։ Hi baby։ Վայ մեռնեմ ժպիտիդ հետ։ Գանձա, գանձ։ Այ հորը սարը։ Արա չար-չարվի ով տանի, արա։ Արա սի եգիր չէ, հորը սարը, ստել վաղտը չբերեց։ Ինչ ես կանգնել, արի։ Ներս ալ։ Ուզում եմ գնալ ճիշտ ասած, բայց ձեր հարևանը չկա, իմ ամբողջ իրերը իր մոտ են։ Փաստաթղթերս, ճամպրուկներս, հագուստներս, ամեն ինչ։ Արի նստի խոսի, արի։ Հիմա ինձ կարաս պատմես, ոնց ես ամեն ինչը սկսվեց, դրան որտեղից ես ճանաչում։
Հենց խնդիրն էլ այն է, որ ես իրեն չեմ ճանաչում։ Ես եկել եմ Ամերիկա իմ ընկերոջ մոտ։ Արդեն նախկին ընկերոջս։ Մենք իրար չենք տեսել, ուղղակի ինտերնետով էինք շփվում։ Դե ինքը պիտի գար ինձ դիմավորեր, բայց չեկավ։ Էնպես ստացվեց, որ ես 2 ժամ սպասեցի օդանավակայանում։ Հույս ունեի, որ չգիտեմ ժամն է շփոթել կամ չի կարողանում ինձ գտնել, չնայած ինձ չգտնելն անհնար էր։ Հետո այդպես հանդիպեցի ձեր հարևանին, Սոսին։ Բարձր հայկական երաժշտություն էր միացրել, հասկացա, որ հայ է։ Ես մի քիչ երկար նայեցի, ինքն էլ նկատեց ու հետ վերադարձավ։ Հետո խնդրեցի, որ հեռախոսս չարժի դնեմ։ Մեքենայի մեջ չուներ։ Առաջարկեց, որ գնանք իրենց տուն, այնտեղ կարողանամ չարժի դնել ու զանգահարել։ Դե ես էլ համաձայնվեցի։ Դա իսկ ինչի ես տեսնում։ Այս հյութ հյուրասիրեց ճիշտն ասած ու հյութը թափվեց վրաս։ Հետո ինքը գնաց իմ իրերի հետևից։ Այդ պահին իր կինը ներս մտավ։ Ես արագ մտա պատշգամբ։ Հետո, չգիտեմ, կինը սկսեց գոռգոռալ, բարկանալ, ես էլ այդպես անցա ձեր պատշգամբ։ Էս էլ ամբողջ պատմությունը։ Անկեղծ ասած չեմ ուզում ձեզ համար խնդիրներ ստեղծել։ Առանց այդ էլ իմ ողջ կյանքը ոնց հասկացա խնդիրի մեջ է։ Խնդրում եմ ձեզ, եթե իր հեռախոսը համարը ունեք, զանգահարեք իրերս բերի, ես վերցնեմ ու գնամ այստեղից, լավ։ Ես իր համարը չունեմ։ Չթարսա, ես էլ չեմ ուզում ճիշտն ասած դուրս գալ, վախենում եմ այդ կինը նորից հարձակվի ինձ վրա։ Գնա լոգարան, այնտեղ խալատ կա։ Փոխվիր ես խալաթը տանք թող ձենը կտրի։ Այդ լրփին ասա, որ ես իմ իրերը չեմ նվիրում։ Ոչ էլ ամուսնուս։ Ասա թող խալատս բերի։ Սպասեք ես հիմա։ Խնդրեմ այդ կնոջ խալաթը տվեք, դուք գնա վերջապես։ Ֆու, ինչ էլ լրփի հոտ ակապել։ Շավելով էլ լվան չի անցնի։ Կներեք ինձ 1000 անգամ ներողություն։ Դու մեղ չունես։ Ախ, ես չեմ ուզում ձեզ համար խնդիրներ ստեղծել։ Հանգիստ եղի, ես իմ հարցերը կլուծեմ, դու խնդիրներ չես ստեղծում։ Կուզեք զանգահարեմ ձեր ընկերուհուն, ես ամեն ինչ կբացատրեմ իրան։ Ես ինքս կբացատրեմ ամեն ինչ։ Վիկան չկա ապա։ Հա, բայց ինչ պետք է լիներ, որ հետո ով ամեկին 12 ժամ սպասում։ Լուրջ բան եմ ասում, ախպեր։ Առավոտը այդ նույն բանը էլի էր ասում։ Թե իրավիճակը փոխվել։ Այդ լոբիներին տենալուց հետո հասկացար, որ մերն ուրիշ է, չէ՞։ Խիղճը ստանջում առակի։ Եա, փոշման էլ ես։ Ժամդ մոտենում է։ Հասկացար, որ զբաղացնողդ էլ չկա։ Բա որ տեղ չունենա գնալու, ախպեր։ Փողոցում ա մնացել։ Հյուրանոց կգնա։ Խոմ չի նստելու քեզ սպասի։ Կարծում եմ, որ փող չունի ապա։ Հա, բայց ինչ գիտես փող չունի։ Ամերիկայով ա գալի առանց փողի։ Լավ, ճիշտն ասա։ Ճիշտն ասած, Տոմսի փողը ես եմ ուղարկել։ Ու որտեվ ասեց, որ գնոր գործի ընդունվել, ձեռը փող չկա։ Ես այդ Տոմսի փողը ուղարկեցի, ասացի, որ ստեղ տուն կա, որի մեջ 2 սենյակ կա, մեկը ինձ, մեկը քեզ, մի խոսքով կանգնացրել եմ փաստի առաջ։ Ապեր, փաստում եմ դուս հա գալի, այդ մարդուն հասել ես Ամերիկա ու վրից թռել ես։ Արա դու մարդ ես։ Հասկացա, սխալ եմ արել, հիմա խիղճս տանջում է, ոնց գտնեմ։ Ապեր, լուրջ բան եմ ասում։ Հա, բայց քո ասացի որ մասն է լուրջ։ Հավանականություն այնքան քիչ է, որ կհանդիպես իրանց տեղ։ Ասել ես գոնե որ քաղաքում ես ապրում։ Ասել եմ Նորթ Հոլիվուդ։ Ուրեմն տեղափոխվի Նորթ Հոլիվուդ։ Դու սոված չես։ Չէ։ Ոնց։ Որտեղ ես գնում։ Ինքնաթիռի մեջ կերել եմ, բացի այդ էլ այնքան լարված եմ, որ հիմա ուտելու ընդհանրապես տրամադրություն էլ չունեմ։ Սոսն էլ չեկավ, չգիտեմ ինչ եմ անելու, որ գա ես հագուստներս կվերցնեմ ու կգնամ։ Արի խմեք։ Ես խմելուց այդքան էլ լավ չեմ։ Շասեցի ամուր շիշը խմելու ես։ Ուղղակի պիտի լարվածությունը վերացնենք։
Ինչ կարծիք ես։ Հրաշալի գինի։ Դե վերցրու խմենք։ Ար։ Ինչի համար ենք խմելու։ Մի բան ասա, որ հետաքրքիր լինի։ Լավ։ Արի խմենք մեր Հայաստանի համար։ Հայաստանի։ Ահա, մեր Հայաստանի համար։ Ու բոլոր հայերի համար։ Եվ իրանց երազանքի համար, որ խաղաղ լինի ու անհոգ լինի Հայաստանը։ Մեր երկրի համար։ Մտածեցի, որ սխալ առանց մարդուն լսել հեռանալը։ Եկել եմ, որ լսեմ քեզ։